Այս աշխարհում կա մի մարդ, որը Աստծուց ընտրված, իր մեծ փառքը նա թողեց, հոգով Աստծուն նվիրվեց, Սուրբ Հոգով է առաջնորդվում, ապրած կյանքով Աստծուն ծառայում, իր հորդորներով հոտն է ուղեկցում, մխիթարելով երկինք ուղեկցում։ Միթե չենք տեսնում Աստծուց պարգևած, հոգևոր մարդուն վերից ընտրված, որ չի տարբերել փոքրին ու մեծին, բոլորին է ուղեկցել Աստծո խոսքին։ Ով մեր առաջնորդ, մեր բարի հովիվ, որ սիրել ես մեզ հայրական սիրով, չես հոգնել մեզի խրատներ տալուց և չես զլացել հոգսը վերցնելուց։ Աշխատել ես դու հոգևոր այգում, երիտասարդից մինչև ծերություն, և չես զլացել ծառայել Աստծուն, ընտանիք կառուցել հոգևոր դաշտում։ Տարիքով ես եղբայր իմ դու, բայց հոգով ջահել ու կամքով արթուն, որ չես սիրում դու ծույլին անբանին, հոգով տկարին, գործով թույլին։ Խրատում ես քո հայրական խոսքով, եղեք ծառայող, պտուղ բերող, որ օրհնությունով լցվի տունը երկնային, որ Աստված օրհնի կյանքդ երկնային։ Աստված քեզ է տվել զավակներ բազում և մեծ տոհմածառ հոգով երկնային, քո աղոթքներով բոլորին կանչում, երկնային փառքին արժան ես դարձնում։ Մարմնավոր հայր ես 8 զավակների և մի հովիվ ամբողջ մի հոտի, որ ուղեկցում ես հորդ Աստծո մոտ, որ ունենանք հոգևոր համ ու հոտ։ Շնորհակալ ենք Աստծուց հիմա մենք, որ հովիվ ունենք երկնային հորից, գիշեր ու ցերեկ աղոթքներ անում, այս մեծ հոտն է աշխարհից պահում, որ եկեղեցին չմտնի աշխարհի կամքը, որ փառքով լցվի մեր հոր տանջանքը։ Իսկ բանակիդ մեջ հզոր մարտական